Արդեն ներկայացրեցինք ընտանիքի աջակցության մի կոնկրետ օրինակ բերեցինք, երբ որ 3% եկամտահարկը յուրաքանչյուր երեխայի հաշվարկով նվազեցնում էր։ Նաև բնակարանային ապահովման ծրագրեր են առաջարկվում, այդ թվում նաև երիտասարդ ընտանիքների համար երկարաժամկետ եւ ապագային միտված, այսպես կոչված հարմարավետ հիպոթեկային փաթեթներ։ Ես կարծում եմ, որ այս գաղափարները եւ այս ծրագրերը, որոնք որ առաջարկվում են, շատ կարեւոր են նաեւ, որ խթան է հանդիսանալու երիտասարդ ընտանիքների ոչ միայն ընտանիք ձևավորելու եւ զավակներ ունենալու, նաեւ շարունակական իրենց կրթության, իրենց զբաղմունքի, իրենց եկամտաստեղծ նոր գործունեության մեջ առաջ գնալու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Լավ է։ Ներդրումային կարտակ ներդրումային ֆոնդի մասին որ խոսեց Արթուրը Խաչատրյան, ես էլ մի երկու դրվագ ավելացրեցի, չգիտեմ ժուրնալիստներից ով էր հարց տվեց, ես հրավիրում եմ ձեզ մեծ սիրով քննարկման եւ ներկայացման այն մոդելը, որը կոչվում է բազմամակարդակ ներդրումային հիմնադրամների մոդել, որտեղ ձևավորվում է սուվերեն ներդրումային ֆոնդը Հայաստանի, ձևավորվում է երկրորդ ֆոնդը, որը իջնելու ավելի ներքև եւ մասնագիտացված ֆոնդերը, որոնք ձևավորելու են նաեւ Հայաստանի տնտեսության ողջ պոտենցիալի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Վճարման միջոցները լինելու են ոչ միայն հանրային ծառայություններ մատուցող սուբյեկտները, մեր ընդերքը, ջրային ռեսուրսներն օգտագործողները, նաեւ ինչպես նշեցի, ինքը դառնալու է նաեւ համահայկական կապիտալի ներգրավման իրական հարթակ։ Բյուջեի մասով էլ խնդիր չունենաք։ Շատ արդյունավետ ոչ միայն ծախսվելու է, նաև ավելացվելու է, մեծացվելու է եւ մեր բոլոր այս ծրագրերը ապահովված են անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով։ Մեզ մնում է ընդհանրապես, որ մեր ժողովուրդը ձայն տա, իրար հետ կառուցենք սոցիալական վերածնվող սոցիալական Հայաստան, վերածնվող տնտեսություն, մնացած անուններն էլ առաջիկայում կներկայացնենք։ Սահմանադրական կարգի վերականգնումից սկսած ավարտված պետություն յուրաքանչյուր մարդու համար։ Այդ մարդը բնականաբար կլինի միասին։